Ողջույն բոլորին։ Այսօր կատարելու ենք պատվերների փաթեթավորում, որը նախատեսված է օզոն և վալբերիս հարթակների համար։ Եվ փորձեմ պատասխանել ձեր կողմից տրված մի քանի հարցերի։ Նախ նշեմ, որ ես աշխատում եմ VBS տարբերակով, այսինքն իմ պահեստը գտնվում է իմ տանը, այսպես ասած, կամ իմ պահեստում։ Պատվերների առկայության դեպքում ես ինքս փաթեթավորում եմ և հանձնում եմ ինձ մոտ պունկտերում։ Գրեթե բոլոր պունկտերում ներկապահին առկա է պրիոմ կատարբերակը, այսինքն դուք կարող եք ցանկացած պունկտում հանձնել ձեր ապրանքը։ Ինչով է հարմար տվյալ տարբերակը։ Եթե դուք նոր եք սկսել աշխատել վալբերիս հարթակում, ցանկանում եք փորձարկել, թե որ ապրանքն է լավ վաճառվող, որի համար կարելի է, այսպես ասած, մեծ ներդրում կատարել, կարծում եմ սկզբնականի համար շատ հարմար է այդպես աշխատել։ Բացի դա էլ բոլորս գիտենք, որ դեպի Ռուսաստան արտահանումը ևս գումար է իրենից պահանջում։ Այսինքն, եթե դուք ապրանքները ներմուծում եք դեպի Հայաստան, ապա ձեզ համար հարմար կլինի, որպեսզի աշխատեք այս տարբերակով կամ մոտեցնեք հայկական պահեստ։ Եկեք մի փոքր տարբերությունների մասին խոսեմ վալբերիս կամ օզոն։ Վալբերիսի հետ աշխատելը բավականին հեշտ է ստացվում, չնայած այն փաստին, որ գրանցման համար պետք է գումար վճարեք։ Այստեղ վաճառքները ավելի մեծ է, ավելի շատ է, բայց դրա հետ մեկտեղ նաև վերադարձներն են բավականին շատ ստացվում։ Իսկ օզոն հարթակում պատվերները բավականին քիչ են ստացվում, գրանցումը անվճար է, ինչպես նաև վճարման կարգը բավականին բարդ է և ծավալուն աշխատանք է իրենից պահանջում։ Սակայն օզոն հարթակում վերադարձները բավականին քիչ են ստացվում։ Բայց եթե դուք աշխատում եք մարքեթփլեյսներում, ցանկալի է, որ երկուսում էլ գրանցվեք, որովհետև կարծում եմ նույնիսկ մի փոքրիկ վաճառքը դա ի օգուտ ձեզ է։ Բացի դա էլ, երբ որ աշխատանք եք կատարում որևէ մարքեթփլեյսում, ապա տվյալ կատարած աշխատանքը, թե կարտոչկաների պատրաստումը, ապիսանիա և այլն նմանատիպ գործողություններ կատարելուց հետո, կարծում եմ, մեկ այլ համակարգ տանելը բավականին հեշտ է ստացվում, այսինքն ծավալուն աշխատանք չէ։